Այո, բայց կոչվում ենք հայ, գիտենք դեռ չանցած վերքերից տնքալ, բայց նոր խնդությամբ ցնցալ ու վրճվել, գիտենք թշնամու կողը մխրճվել ու բարեկամին դառնալ աջակից, դուրս գալ մեր արված բարության տակից, մեկի փոխարեն 10 նտուցերով, հոգու տարտարի եւ արեգակի, գիտենք վերքեր մեր կյանքով ներ, բայց թե կամենան մեզ բռնի վառել, մենք գիտենք մխալ եւ կրակ մռել, իսկ եթե պետք է խավարը ցրել, գիտենք մոխրանալ որպես վարկերոն, եւ գիտենք նաեւ մեզ կրկնող սիրել, բայց ուրիշների միշտ էլ հարգերով, մենք մեզ ոչ ոքի չեն երատասում, բայց մեզ էլ գիտենք, մեզ հայ են ասում, եւ ինչու չպիտի հպարտանանք կամ պիտի լինենք ու դեռ շատանանք։ Ռուս հայկական համալսարանի իրավունքի ինստիտուտի առաջի կուրսի ուսանողները դասախոս դոցենտ Կարինե Սահակյանի գլխավորությամբ յուրահատուկ ուսումնական միջոցառում էին կազմակերպել, որի թեման էր «Պարույր սևակը մեր աչքերով»։ Քանի որ թեման ընտրվել էր հենց ուսանողների կողմից, դասը նույնպես վարեցին իրենք։ Նրանք ներկայացրին Պարույր սևակի կյանքն ու ստեղծագործական ուղին, հանդես եկան հետաքրքիր մեկնաբանություններով եւ վերլուծություններով, ինչպես նաեւ արտասանեցին նրա հայրենասիրական, սիրային եւ փիլիսոփայական բանաստեղծությունները։ Այս ձեռքերը, նոր ձեռքերը, հինավուրց ու նոր ձեռքերը, ինչեր ասեց, որ չեն արել այս ձեռքերը, պսակվելիս ոնց են բարել այս ձեռքերը, ինչնազանքով, երազանքով, ինչեր ասեց, որ չեն արել այս ձեռքերը, լույսը մինչև լույս չեն մարել այս ձեռքերը, առաջնեկն է երբ որ ծնվել, նրա արդար կաթով սնվել, ինչեր ասեց, որ չեն արել այս ձեռքերը, զրկանք կրել, հոգս են արել այս ձեռքերը, ծով լրությամբ, համբերությամբ, ինչեր ասես, որ չեն արել այս ձեռքերը, երկիր պարզված սյուն են դարել այս ձեռքերը, որ չպլվի իր տան սյունը, որդին կրվից դառնատունը, ինչեր ասես, որ չեն արել այս ձեռքերը, միջև տատի ձեռք են դարել այս ձեռքերը ուժը հատած, բայց թորան հետ նոր ուժ գտած, քար են շրջել, սար են շարժել այս ձեռքերը, ինչեր չարժեն այս ձեռքերը, նուրբ ձեռքերը, սուրբ ձեռքերը։ Եկեք այսօր մենք համբուրենք որդիաբար, մեզ աշխարհում ծնած, մեզ աշխարհում շահած, պահած, մեզից երբեք չկշտացած, փոշի սրբող, լվաց քանով, անվերջ դատով, անվերջ բանով այս ձեռքերը, թող որ ճաքած ու կոշտացած, բայց մեզ համար ատլասի պես խազ ձեռքերը։ Միշտ են սիրացին, պատահաբար են պատահում կյանքում, ու անհրաժեշտաբար են սիրացին, անհրաժեշտաբար, թե կուզես լրիր, թե կուզես ոտնամ, թե կուզես ծամիր սեփական լեզուն, թե կուզես խցիր բերանդ բարձով, թե կուզես ոտքով հարվածիր բարձին, հավատացյալ ես, այհոյիր Աստծուն, հավատացյալ չես, Աստծուն հավատա, թե կուզիս, ուզեիր էլ չուզել իզուր, թե կուզես, ուզիր էլ չապրել իզուր, ու եթե կուզես, ապրելն այս է հենց, և սերն իսկական հենց այս է որ կա, պատահաբար են պատահում կյանքում, անհրաժեշտաբար հրաժեշտ տալիս։ Առանձնապես ուշագրավ էին անլրելի զանգակատուն, նորօրյա աղոթք եւ վարկ մեծած ստեղծագործությունների վերլուծությունները։ Միջոցառման ընթացքում հնչեցին նաեւ երգեր գրված Սևակի բանաստեղծությունների հիման վրա։